Ես չգիտեմ ինչա նշանակում, հլը նայեք հլը ինչա անում, թուշիկը կսում է գետնին, հլը, ես տեսնես ինչա նշանակում, հա Քսենիա, պետք է մի քիչ հլը կարդամ, Քսենիա ես կատուների վարքագծի մասին, դժվար քորի ես ձևով չէ դեմքը գլուխը, չգիտեմ ինչա անում, ձեր կատուներն էլ են անում սենց բաներ, հա Քսենի, սիրուն մռութիկդ կսում ես գետին, հա, ինչ ես անում, չես գալիս ներս, չէ գնաց, բարի օր իմ սիրելի բարեկամներ, ուսում բոլորդ լավ եք ժողովուրդ ջան, ես այսօր ուզում եմ այս սոխուկները դնեմ հողի մեջ, այս մի տեսակը խոշոր են, սա բացեմ հլը ցույց տամ, ես ինչ էր անունը, սպասեք հլը կարդամ, ձեզ էլ մոտիկի ցույց տամ, նայեք հլը անունը ես էլ չգիտեմ ինչա, Դահիլա, Նորդվեքս, չգիտեմ ինչ ծաղիկա հայերեն, ես հիմա չեմ տնկելու, ուղղակի մի հատ ուզում եմ սոխուկների չափը նայել, հա, ինչ խոշոր են, հա, ես մի անգամից հողի մեջ պետք է դրվի սենց խոշոր, ես հիմա էդ չեմ ուզում դնեմ, ուզում եմ ես մյուսը դնեմ, ես ինչա կոչվում վագրի ծաղիկը, սրա սոխուկները մազել, դոք հլը բացեմ, իդեպ այս սոխուկները, որ դնում ենք հողի մեջ, նայեք հլը վագրի ծաղիկները, այս պետք է ձմերը ներս բերվի, այսինքն իսկական սոխուկ, իսկական սոխ, երևում է, չգիտեմ ես լույսին, թե չէ, հիմա ես մտածում եմ, սոխի հոտից գալիս է, կարող սոխ է, ծաղիկ չի, հիմա մտածում եմ, ես սոխի բաժակների մեջ դնեմ, թղթից բաժակներ եմ, ուզում եմ ես թղթից բաժակների մեջ դնեմ, հաշուտ, աջի ներսը նոր բականեմ, հանեմ դուրս, հա, կարելի է, մի քիչ գջերես էլ, այս ներսը դնես դե դուրսը, չէ, առայժմ ներսը դնեմ թող աջի նոր, ժողովուրդ ջան, բարև ձեզ, անենորը այգին քաղաքին գործարինք, մաքրեցինք, հողը փոխեցինք, մեր սվետ արդեն սկսում է ցանել, ինչ է։ Արդեն ցանել է։ Ահա, հիմա սրա մեջ Էսի ինչ սոխումներ են դրա։ Այս ծաղիկն է, նայ վագրի ծաղիկա կոչվում, վագրի ծաղիկ։ Հլա դիշ տեսնենք մեր վագրը ոնց է։ Ես հողը լստեմ ամանների մեջ ու կապշում։ Ես սոված եմ, մի քիչ ինձ։ Դու սոված ես, դու հացկեր։ Ես մնացել ես, բայց իմի լավաշոտ չեք ուտես, լավաշոտ ուտես, հա, լավաշոտ ուտես, մնա հետո մյուսած ուտելից տակասնեմ, կիսա եված բաներն, աբարգետներն է, որի ջեղոց մեջ տակացվի, այս ծվի ամանի մեջ էլ կդնեմ, հենց հետո այսպես էլ հողի մեջ կդնեմ, ինքնած կակցիոնում կային, մի քիչ սրանից մեծ բաներ էին, առանձին դեց վաճառում էին, որ այսպես տանը դնենք մի հատ ծևի, հետո նոր դուրս դնենք, սրա մեջ հող լստում, դնեմ այս ամանի մեջ ծվի, կեսնեմ, ես էլ էստեղ կդնեմ, նայեմ ոնց կլինի, փորձեմ էլի, բաժակների մեջ դե հեշտ է, ես մի քիչ այսպես անցք կանեմ ու մի անգամից դնեմ, կարևոր է ջրել, տնկելուց հետո ջրել, երաշտ չեն սիրում, շատ չորություն չեն սիրում սրանք, էլի վրան մի քիչ հող կլցնեմ, էլի ցրտել է, 9 աստիճան է, մի քիչ անգամ կոկործ է ցաում, երեք մի քանի անգամ էլ փրշտաց է ասում, չէ հիվանդանամ հանկարծ, հավես չունեմ, հիվանդանալ չեմ էլ ուզում, ով ուզում հիվանդանա, բայց չեմ եկմեկ, որ հոգնած եմ լինում, ասում եմ ոչինչ հիվանդանամ, մի քիչ մնամ հանգստանամ, ծույլի կաշակերտների նման, բայց չգիտեմ, այսօր մի քիչ կոկործ է քերծվում, բայց հուսամ չեմ հիվանդանա, աշուտ չգիտեմ, ես
բանի այս վերև մասը, որ մի քիչ հողից դուրս մնա, այս լարնայի։ Չեմ կարող ասել։ Չես կարող ասես, դա ես էլ չեմ կարող ասեմ։ Լավ, մի քիչ էլ հող կլսնեմ։ Իրողություն։ Կարաս տեղավորես։ Չի իրա։ Լավ, տեղավորեցիր։ Համով էր տուրն է։ Շատ լավն է։ Միսը որագով է։ Հա, բան, միսը որակ շատ կարևոր է։ Մի քանի հատ մնացես էլ դնեմ, ես երկու հատ է երևի 3-4 հատ ամնում են էլ կդնեմ էլի սուրճի ամանի մեջ։ Բագրի ծաղիկը։ Հողը նստում եմ մի անգամից, եթե բան լինի կարելի է մի քիչ էլ ավելացնել։ Այստեղ թթվի մոտ դնեմ, այս կողմը արևը անգնում իրիկվա կողմ, այսինչ շարեմ, մի հատ պետք է բերեմ մոտը լիմոն դնեմ, որ հանկարծ Քսենյան չկա բարձրանա փորի, այս կողմ դնեմ լավ։ Այսօր ավելուկ եմ եփելու, երազրած ջուրը լսնեմ, թողնեմ, այդ մի քիչ դառնությունը դուրս գա, այսպես անեմ, որ լավ ջրի մեջ մտնի, հայկական ավելուկ է Հայաստանից բերված, այսինքն Հայաստանից հայկական խանութից գնաց։ Կես ժամ թողեցի լավ ջուրը դուրս էր տվել, այդ դառնաջուրը մի քանի անգամ լվացել եմ։ Ծածկեմ, շուտ է նորություններ նայում բայլուս ժողովուրդ չեն ակնոցներից գրպանս տնեմ, որ պետք ալուց արագ գտնեմ։ Արթնացել ենք, մարսվել ենք ամուսիններով, ես տանը շուտը դրսում, այգում։ Նախաճաշել ենք, սուրճ ենք խմել, համով սուրճ ենք խմել։ Հիմա շուտ նորություններն ալեսում, ես էլ ուզում եմ ես ավելուկով ճաշելվեմ։ Տեսակ արդեն թրջել էի նախորոք, լվացել եմ, հիմա էլ նայից փաստուն սովորական ծավալ ես չունեի, մենակ ես ինչը ծեծած ծավալ կար տանը, որը որ շուտով ես կցանեմ Զադիկի համար, այստեղ քանի որ արև չի լինում, քիչ է լինում, մի քանից կցանեմ, այսօր կցանեմ էդ։ Եմ դրա համար որոշեցի ճաշի մեջ գցեմ, մի քիչ կուսկուս եմ լցնելու, մի քիչ կարմիր ոսպ, մի քիչ էլ կանաչ ոսպ ու կարտոֆիլ կգցեմ երկու հատ։ Աշուտ իհարկե ուզում եք որ մենակ ծավալ անեմ, բայց ես զարմանալի է որ ծավալ ընդհանրապես չունեի։ Վերջին անգամ հարիս եմ եկել երևի ամբողջությամբ ու չեմ հիշել որ առնեմ։ Սոխը մի քառորդ լցնեմ, երեք ամբողջությամբ չեմ ուզում լցնեմ։ Սոխարած անեմ։ Այսօր դուրս ենք գալու, ժողովուրդ ջան, ուրեմն ուղիղ 10 ամիս առաջ հանդիպում եմ նշանակել այսօրվա համար, 10 ամիսա սպասում եմ այդ հանդիպմանը, աչքի բժշկի մոտ գնալու եմ մի հատ պրոֆիլակտիկ, դե հեռատեսեմ, ես ես չգիտեմ առանձնապես ինչ-որ բան երևի չի ասի, բայց պետք է գնամ մի հատ, տեսնեմ հլա հարց փորձ անեմ, եթե օրինակ վիրահատեին այդ հեռատեսության համար, եթե իմ ապահովագրությունը մուծեր, կանեի, ուզում եմ հարցնեմ այսօր։ Աչքի բժիշկ ոնց որ մյուստեղ մասնագետները քիչ են, դրա համար էլ այսքան սպասել եմ, այսքան երկար։ Ձետ լցնեմ, ցիթապի ձետ։ Ավելուկը մի տուփի մեջ 150 գրամ է, այնպես չի որ շատ է, այնպես որ ձետս հերիք է, այսքան լցնեմ։ Հայաստան գնալուց առաջ էր, որ Լիդլում ձեթերը զեղ չէին արել, ես 5 շիշ վերցրի, աշուտն ասում էր, այդքան խես վերցնում, ասում բա։ Վերցնեմ մի 6 ամիս ավելի կօգտագործեմ, էլի։ Ձիթապտղի ձետը բոլորս էլ գիտենք, որ շատ հանգացել է, այն որ մի ընթացք արհեստական բան արեցին է,
իբր չկար, սովորական արևածաղկից հետ իբր չկար, ձետ չկար, այդպես արի, որ գները բարձրացնեի, գները բարձրացրին ու խնդրեմ, հիմա էլի կա։ Դե որ արևածաղկից հետը թանկացրին, չնայած ես ասեմ, ես օրինակ այստեղ մենք արևածաղկից հետ մենակ օգտագործում եմ, եթե կարտոֆիլով կարկանդակներ եմ պատրաստում, իսկ մնացած դեպքերում միշտ ցիթապտից հետ, հիմա էլ արդեն կոկոսի յուղ եմ արել, մեկ-մեկ ինչ-որ ճաշեր կոկոսի յուղով կեփեմ, դրա կալորիաները շատ են, ուղղակի ինչ-որ է, այդպես է, չէ, ինչը որ ուզում են թանկացնել, մի հատ արհեստական դեֆիցիտ են ստեղծում, հետո գինը բարձրացնում են, կասը կորոնայի ժամանակ էր հենց այդ, հա, կորոնայի ժամանակ էր, այն որ չկար, իրոք չկար, հետո խանութ էինք մտնում, գրած էր ամեն մի հաճախորդ մի հատ կարա վերցնի, մարդիկային ընտանիքի անդամները հերթով գնում էին, ամեն մեկը մի հատ վերցնում էր, ինքան հետաքրքիր էր այդ ժամանակ խանութ գնալը, որ առավոտ ասում էին, առավոտ 8-ից 9-ի կողմերը թոշակառուները գնան, հետո հետորոք մյուսները կարան գնան, որ թոշակառուները հանգիստ առուտուր անեն ու գնան տուն։ Ուրեմն ես սրա մեջ պետք է լսնեմ կարածած կարմիր պղպեղ, այսը, շատ համեմունքներ չեմ լսնելու, երև մենակ կարմիր պղպեղ կլսնեմ, հա։ Ջուրը եռացրել եմ, մի փոքր էլ տոմատի հյութ կլսնեմ, տոմատի հյութ բացած չկար, այս մածուկը կա բացած, մեջը քիչ է հենց լսնեմ, թող վերջանա։ Այս լավ պինդ տոմատ է, մի քիչ ուղղակի գույնի համար, այս փոքր են մեջ տոմատիկները, 140 գրամ մեջը, բաջուր լցնեմ, ժողովուրդը խառնեմ, պղպեղներ լցնեմ, ես իհարկե հիմա ես կանջատեմ, որ ես աղմուկը մեզ չխանգարի, շատ աղմուկով աշխատում, հա։ Ես հիմա ուզում եմ կարտուշկան լսնեմ մի անգամից, տախտակի վրա կդրատեմ, որ մանր լինի, հանդիպումը ժամը 3-ին է, այնպես որ հիմա ժամը 12 անցա ժամանակ աղագին շատ ունեմ, գործերս վերջացրել եմ, մենակ մնում է ճաշեփեմ, ընդ որում տոլմա ունեմ, հաթաթած, ես էլ ուղղակի կողքից ավելուկ եմ երկում, որովհետև այսօր իրիկունդեն մի բանից դժվար ուտենք, համ տոլմա օրը երկու անգամ տոլմա չենք ուտի հաստատ, դրա համար ես էլ երկում, որ սապաս ունենամ էլի։ Կարտոֆիլները այնպես չի, որ միշտ լցնում եմ, ու այնպես էլ չի, որ ավելուկը միշտ ճաշ եմ սարքում, մեկ տապակում եմ ուղղակի։ Հիմա ժողովուրդ ջան, ուզում եմ այս ոսպը մի քիչ առանցին եփեմ կանաչ ոսպը, հետո նոր ավելուկ բանը լցնեմ, թրջել եմ, այս էլ կարմիր ոսպն էլ թրջել եմ, եսա մի հատ լավ լվանա, ոսպն էլ լոբու նման պետք է թրջել ապայման, որ լավ մարսվի։ Երեկ իրիկուն քնելուց առաջ որոշեցի, ասի, տեսեմ ինչ եմ եփելու, մտածեցի բան կեփեմ, հատիկ լոբի կեփեմ, քանի հլը ցուրտ է եղանակը, դե ճաշերը սազում են, ավելուկն էլ է, հիմա սազում համարը չէ։ Տարակը բացեցի, որ հատիկ լոբի հանեմ, ավելուկ աչքիս ընկավ, ասի լավ, ավելուկ կեփեմ դրում։ Այս կարմիր ոսպը շուտ է եփվում, մի 10-15 րոպեում արդեն լրիվ փխլվում է, կանաչն է մի քիչ շուտ եփվում, այն էլ շատ չի եփվում իհարկե, բայց սրա համեմատ է շատ։ Ավելուկի ջուրն էլ թափեմ,
մի քանի ջուր արդեն լվացել եմ։ Հիմա սիրելի բարեկամներ, արդեն ավելուկն էլ կլցնեմ, ոսպը ամեն ինչ կլցնեմ ու թող միասին եփվի։ Խամեմ ամեն դեպքում, որ այս դառնաջուրը հետը չլցվի։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, մենք ինչ-որ հատուկ խոհարարական կուրսերի չենք գնում ու փոքր հասակից տեսնում ենք մեր տատիկները, հետո մամաները ոնց է սարքում, իրանցից սովորում ենք։ Իսկ թվում է մեր հայ կանայք հիմնականում բոլորը եպել գիտեն։ Ինչը որ ասենք, օրինակ այստեղ ամեն մարդ չի որ կարողա եպել։ Ասում եմ ես եպել չգիտեմ։ Իսկ մեր հայ աղջիկները եփում են, թխում են, լավ են, էլի լավ ձեռք ունեն, խոհանոցում շատ լավ են։ Ինչ որ կարևոր է իմ կարծիքով։ Բայց ինչքան լավ կլիներ, որ տան տղամարդը չէ խոհարար լիներ, ու համով եփեր, մենք էլ համով ուտենք։ Դե հա, որոշ բաներ մեր տղամարդիկ անում են։ Խորոված օրինակ լավ անում են, Աշոտ օրինակ միսը ջեռոց կարմա դնի, ու լավ կարտոշկայի ժարիտ է անում։ Այդքան բան գիտի ինքը եփել, էլի լավ է։ Բայց ասեն, ես նկատի ունեմ, որ այսպես մեր նման ամեն ինչ եփելի մանային, որտեղ տղամարդիկ համով են եփում։ Ես այսպես ժողովուրդ ջան, ես էլ մի անգամից լցնեմ ու ջուրն էլ բնականաբար կավելացնեմ, ես իհարկե չգիտեմ կուսկուսով ոնց պետք է լինի, այնքան որ բան արեցի այսօր։ Փորձարկում եմ, էլի։ Եթե դժգոհություններ կլինեն, այդ չգիտեմ, հետո կերևա։ Հատ խառնեմ, ջուր լցնեմ, թող եփվի։ Ես կարծում եմ, որ էլի պիտի համով լինի, ինչ տարբերություն հիմա, ասենք մեր ավանդական ձևը ծավալով, չէ, հիմնական դասական ձևը էդ էր, որ ծավալով, նախկինում ծավալով էին եփում։ Ես չգիտեմ, իմ տատիկն ու մաման ծավալով էին եփում, բայց ես հետո արդեն տեսա, որ ոսկով էլ են եփում, ու այդ վերջերս ես եմ երկու անգամ եփեցի ոսկով, էլի շատ համով էր իներ։ Երացրած ջուրը ավելացնենք։ Ես քիչ եմ, քիչ հեսակը երասնեմ լսնեմ։ Քանի ձմեռը ուտենք ավելուկ, ամառը ավելուկով ճաշ չի ուտվի, իսկ աղցան էլ չի ուտվի ամառը, ավելուկով աղցան, քիչ հեսա ջուր երասնեմ լսնեմ։ Մի ջուր միացնեմ։ Ես ընդհանրապես չեմ սիրում, որ սառը ջուր է լսում ճաշի վրա, հիմա շոկից ժողովուրդ ջան, ես անեմ ջուրը եռած, ասիկ ես ավելացնեմ։ Կուսկուսով ավելուկը ինչ էինք տեսել, տեսանք, մեր հին հայկական ավանդական ավելուկը մոդեռն ժամանակակից կուսկուսի հետ։ Նախկինում կար կուսկուսից, չգիտեմ։ Սպասեք, հիմա աղել կլսնեմ, ժողովուրդ ջան, թողնեմ եփվի, դե շատ չի եփվելու, այս մանր աղից կլսնեմ հիմա։ Արդեն վերջանում եմ։ Իհարկե զապաս ունեմ։ Խոնավանում է, որ դնում եմ գազի վերև է, դրա համար ներքևում եմ դնում։ Թողնենք մի քիչ եփվի։ Ճաշի հարցը սրանում վերջացնենք այսօր։ Ծաղիկներս լավ նույն է, ժողովուրդ շատ լավ պահպանում են։ Այսօր մարտի 9-ն է, 9 օր, 9, 7 օր էլ են 16-երեք օրն է, տեսեք։ Ինչքան լավ են մնացել ու շատ անուշ բույրով։ Այս են միակ կակաշնա, որ գործի տեղը նվեր տվեցին, այս մեխակը հլի ինչքան սիրուն է, շատ սիրուն են ընդհանուր, շատ։ Արդեն ճաշ պատրաստ է, կարելի է անջատել։ Այսօրվա իմպրովիզային ճաշն էլ այսպես եղավ։ Խառը ոսպով ու կուսկուսով, միշտ կիսկիս եմ ուզում ասեմ կուսկուսով։ Վերջ, անջատել ճաշը։ Քսենյան էստեղ փորել է։
այս սոխուկները դնելու եմ, այս ծաղիկների ու բերեմ մի քիչ քացախ լցնեմ։ Մի քիչ երևի սուրճ լցնեմ, չգիտեմ, բայց սուրճի ո՞ց սիրում ա, չի սիրում, կարող ա լցնեմ հանկարծ պարզվի սիրում ա ու սկսի, էլ էստեղից հեռու չգնա։ Վերևն ա քնածը, բայց ինքան զգայուն ա, ինքան շուտ լսում ա ձայները, այն ցածր կոմած ձայներն էլ լսում ա։ Փոքրամ մի քիչ սերնուսները, այս արդեն դրեցի։ Մատը ձեռքերս էլ մի քիչ խոնավ էին, էդ էլ ասեմ, դրա համար ասես դժվար թե չէ։ Լավ, ինչ-որ արա, հիմա այստեղ իրա փորած տեղը երևի միանգամից դնեմ ու բան անեմ, ծածկեմ, նայեք լավ, ես էլ ինքան մեծ ա, տեսք լայն ձևի ա։ Արդյունքում պետք է սիրուն ծաղկ կստացվի։ Ես մի քիչ կասկածում եմ, որ այն մի վարդը կաճի, այն նոր առած վարդ, որ դրեցինք, որտեղ անցյալ տարի չաճեց, դրա համար ես էլ ուզում եմ դնեմ այս մյուս վարդը դե կաճի։ Էլի դնեմ սրա մոտ, որ եթե այն էլ չաճի, գոնե այստեղ մի քիչ ուրիշ ծաղիկներ էլ լինեն, իսկ ոնց պարկեց ու մնաց այսպես էս նարսիսները։ Ահա, մի հատ այս կողմի վրա դնենք։ Չգիտեմ թարսուշի տակունի թե չէ ժողովուրդ ջան, այսպես ուղարկեցինք հողը, այստեղ տեսնեմ մի հատ է, թե քանի հատ, չէ, էլի կա, 3 հատ էր ընդհանուր, մի հատ էլ այս կողմի վրա դնեմ, այստեղ թարմ փորել է, Քսենյան, այստեղ գնա, մի հատնել ես կողմի վրա, հիմա ջրեմ ու բերեմ, մեծ բաներ լսնեմ, որ մեր Քսենյան դրահոտը չսիրի ու չգա, ես մի փոքրիկ էլ դնենք։ Այսպես ջրել, բա ինչով պետք է ջրեմ, անգամից երևի ես շլանգով, այս ջուրը բացեք, սրանով ջրեմ։ Հիմա բերեմ, մի քիչ սուրճ լցնեմ, մի քիչ քացախ լցնեմ, փորձեմ լտեսեմ կաշխատի։ Ձեռնոցների ինձ էլ պետք չէ։ Ժողովուրդ ջան, ընդ որում քացախն էլ բիո քացախ է։ Բույսերի վրա չեմ լցնի, որ վնաս տա, հենց այդ կողքերը, որ գնայինք լեսվում, ծաբացվում, ես սևով չի գալիս, ես սևով չի գալիս, պետք է բացեմ, բայց ես ինչ դժվար է բացվում, չգիտեմ ոնց է բացում, տանեմ Աշոտին ասեմ թող բացի, ես սուրճ լցնեմ, Աշոտ, Աշոտ, կարող է գաս մի հատ այս շիշը բացես, գալիս է լավ։ Սուրճը ինձ թվում է դե բույսերին վնաս չի տա, որ պարզվի Քսենյան սիրում է սուրճի հոտը, ընդհակառակը։ Ինչի լավ շոտ ունի, ես իմ սուրճն եմ էլ լցնում, պատկերացնում եք իմ սիրելի սուրճը բերել եմ հողի վրա լցնում եմ։ Ես սպասեմ Աշոտը գա, ես էլ բացի, բայց օգտագործված է, ոնց է բացվել։ Արի բացի, Աշոտ մի քիչ սուրճ եմ լցրել հողի վրա, մի քիչ էլ ուզում քացախ լցնեմ։ Քացախը արմատների վնաս չտա։ Չէ, ծաղիկների վրա չեմ լցնի։ Բայց արմատները քաշմասած են։ Մի քիչ էլ գողքերից, որ Քսենյան գա, հոտը
Զգա փախնի։ Сейчас բացես։ Բացվեց։ Չէ, սպասի, աշուտես կողքիր ասում եմ, որ կա, հոտը զգա ու իքի չելի։ Չնած սրա հոտը ասում է շուտ։ Որ շուտ ասում այդ բաշին։ Իսկ թվում այս Իվանը Չորացել է։ Բայց ես վարտերը սրանք են ինչուրացրս։ Մենք ես միջոց, ես կոքնի թե չէ, որ Քսենյան չկա, չմոտենա։ Այ սենց սուրճը լծրել եմ, կացախնել կողքերը, կացախը ծաղակներից չվնասի, բայց ես նարսիզելը ոնց պարկեց, բոյոված է ու պարկել է։ Սրճում ես հաշնում։ Կա։ Ջեմ, ստաշտա։ Անանım դեղարնին կամ դիկաս, ես էլ դիարնի չեմ դիտան։ Ես էլ եմ ուզում հավիտամին Դիարնի դեշտան։ Դեշտան, գանք ու իշտան, վան, իման դարից։ Վանը սուրը։ Ինչ ես նարին։ Ինչ է։ Աշոտը սուրճը խմումա Լիմոնով։ լիմոնով ժողովրդյան, Խորհուրդ կտամ դուք էլ ժողովրդյան լիմոնով խմեք։ համովատեց։ Ահա։ Համովա, հետո նոր որակ է տալիս սուրճի։ Սուրճին։ Սուրճը, հա, համովա։ Մի ժամանակ մի փոքր լիմոնի աղ էինք լսում, էլի համովելի։ Ես նոր եմ սրճել, չեմ խմում, շուտ ժամը մեկն է։ Բայց տեղատունի երևի 12-ից մեկը փակա։ Դեսա մեկ նարանում գնանք բացկել։ Սիրուն գույնա ստացել։ Համը չեմ նայել ես երկուրա։ Սեքլը բացեմ, հոտը արդեն գալիս է։ Հեսա մի հատ համ տեսենք ժողովրդյան, սխտոր չուտենք, որ գնալու ենք հանդիպման։ Գիտեք, որ դժվար է հիմա ծամելը ինձ։ Բայց նենց համով է, շատ համով է, արդեն համը փոխել է, կարելի է ուտել։ Ավել կոճաշի հետ լավ կսազի։ Լավն է շատ։ Կծվություն, բայց չունի հետ չունի ախսոս։ Մի քիչ որ կծու լիներ, լավ կլներ։